Անուն Հոր և Որդու և Հոգուին Սրբու ամեն։ Ես ձեր թագավորը իխաչ հալիցեմ, ես ձեր թագավորին խաչ անեմ, Պիղադոս հռոմեացի կուսակալը այս հարցով դիմեց հավաքված հրեա բնակչությանը, ասելով, որ դուք ասում եք, որ այս անձնավորությունը իրեն թագավոր է հռչակել և թագավոր է համարում։ Հիմա ինչ եք ասում, ձեր թագավորին խաչ անեն և հրեա ամբոխը, այն նույն մարդիկ, ովքեր մի քանի օրեր առաջ ցնծության դիմավորում էին, ովքեր բժշկություն էին ստացել, կույրերը տեսել էին, կաղերը քայլել էին, որոտները սրբվել էին, այդ նույն մարդիկ բացականչեցին, մենք ուրիշ թագավոր չունենք Կայսրից բացի, և եթե դու նրանց չխաչես, նշանակում է թշնամի ես Կայսր։ Ավետարանը մեզ ներկայացնում է Պիղադոսի կերպարը իբրև թույլ անձնավորություն, որը վախենում է և իրենից, և հրեաներից, և Հռոմից, բոլոր ուղղություններով մտավախություններ ունի։ Դրա համար ուզում է իրենից հեռու անել այս պատասխանատվությունը Քրիստոսին խաչ բարձրացնելու։ Եվ երբ Քրիստոսին բերեցին իր մոտ, հարցրեց. դու ես թագավորը, և պատասխանն էր իմ թագավորությունը այս աշխարհից չէ։ Եթե այս աշխարհից լիներ, ուրեմն կլիներ այս աշխարհին համապատասխան։ Եվ Քրիստոս խոսեց ճշմարտության մասին, ասելով. ես եկա ճշմարտության մասին վկայելու։ Չհասկացավ Պիղադոս և հարցրեց. ինչ է ճշմարտությունը։ Որովհետև իր համար կային զանազան ճշմարտություններ, և ճշմարտությունը իր համար միշտ հարաբերական էր, իր մանկուց, ինչպես մի հռոմեացի, որը միշտ հետևում էր օրվա պահանջներին և օրվա հրամայականներին, և իր համար չկար մեկ և միակ և անանց ճշմարտություն, կային հարաբերական ճշմարտություններ։ Եվ հետևաբար Հիսուսին հարցրեց ասելով. ինչ է ճշմարտություն։ Եվ պատասխան չստացավ, որովհետև Քրիստոս նաև պահեց իրեն, ինչպես մեկը, որ չի խոսում։ Որովհետև երբեմն լռությունը ավելի խոսում է, քան արտասանված որևէ բառ կամ արտահայտություն։ Եվ ուրեմն Պիղադոսը որևէ մեղ իր հասկացողությամբ չգտավ և հրամայեց գանահարել և ազատ արձակել, բայց հրեաները աղաղակելով պահանջեցին, որ խաչ անի։ Եվ Պիղադոսը այստեղ է, որ հարցրեց. ինչպես թե ձեր թագավորին խաչ անեն։ Եվ պատասխանն էր. մենք ուրիշ թագավոր չունենք, բայց միայն Կայսրը։ Եվ ուրեմն իրենք գերադասեցին իրենց ստրկության հեղինակին ավելի վեր դասել, քան երկինք և երկիր ստեղծողի և առաջին հերթին հենց իրենց փրկություն բերողի, որ ասում էր, թե նախ և առաջ եկա Իսրայելի կորած ոչխարներին փնտրելու և գտնելու։ Եվ ուրեմն այդ նույն Իսրայելը չկարողացավ գնահատել իր թագավորին, որի թագավորությունը այս աշխարհից չէր։ Եվ ամեն մեկը իր մեջ տեսավ վտանգը իր ժամանակավոր հաջողության
իր ժամանակավոր բարեկեցության, իր ժամանակավոր բարօրության, իր ժամանակավոր կյանքի ապահովության եւ ինչպես Կայիափա քահանայապետն էր արտահայտել ասելով ավելի լավ է մի հոգի մեռնի, քան ազգը տագնու վրա լինի, որովհետև այս մարդը եկել է խռովություն հարուցելու։ Հանգիստ ապրում ենք մեզ համար հռոմեական կայսրության մեջ, այո հեթանոսներ են, այո մեզ ստրկության մեջ են պահում, բայց որոշակի ապահովություն կա, կուշտ ենք եւ երջանիկ։ Ուրեմն հետևաբար մեզ չի հետաքրքրում ոչ իր բերած այս աշխարհի, ոչ էլ այն աշխարհի թագավորությունը։ Եվ ավելի լավ է մի մարդ մեռնի, քան թե ամբողջ ազգը տագնու վրա լինի։ Մարդկային տրամաբանության շատ հստակ մոտեցում եւ թերևս ճիշտ թվացող անշուշտ եթե դրված է շերտի մի նժարին ազգը ամբողջ եւ մյուս շերտի նժարին մեկ անձ, բնական է եւ տրամաբանական է եւ բարոյական է մտածել այդ մեկ անձի կործանման եւ ազգի փրկության մասին, բայց հարց է, թե այն ճշմարտությունը, որը չհասկացավ Պիղադոս, ում մոտ է, ամբողջ ազգի, թե այդ մեկ անհատի մոտ։ Այսինքն մեկ անհատին ենք զոհում, թե ճշմարտությունը եւ ազգին չզոհելու այդ իբրև թե բարոյական ցանկության կեղծիքն ենք պաշտամունքի արարքադարձնում եւ ճշմարտությունը սպանում, այս հարցադրումը հրյաները եւ քահանայապետերը, դպիրները եւ ծերերը իրենց առջեւ չդրեցին, չփորացան, որովհետեւ իրենց ճշմարտությունը այս աշխարհի ճշմարտությունն էր, այն ճշմարտությունը, որ ասում է սիրեցին մարդիկ խավարը ավելի, քան լույսը, որովհետեւ իրենց գործերը չարության գործեր էին, իսկ ով որ չարության գործեր է գործում, չի սիրում լույսը, որովհետեւ չերևան իր չար գործերը, այլ ձգտում է դեպի խավար, ինչպես Հուդան, որ մատնելու համար վերջին ընտրիկից հետո դուրս ելավ եւ էր գիշեր, ասում է Ավետարանը, կենդանի լույսը թողեց վերնատան մեջ եւ շտապեց մտության խավարի մեջ մատնելու իր վարդապետի, իր գործերը չարության գործեր էին եւ ինքը իրեն ավելի լավ զգաց խավարի մեջ եւ ավելի լավ պիտի զգար խավարում։ Դրա համար Քրիստոս ասաց ժամն է խավարի եւ ժամն է խավարի տիրապետության, ժամն է չարի, բայց չարի ժամը եւ խավարի ժամը անցողիկ է, որովհետեւ խավարը ինքը բնություն չէ, չարը ինքը բնություն չէ, խավարը բացակայությունն է լույսի, չարը բացակայությունը բարու։ Հետևաբար, երբ որ գա լույսը, կցրվի խավարը, եւ երբ որ գա բարի, կերևա չարը եւ կհամարվի իր չար գործերի մեջ։ Եվ ուրեմն, սիրելիներ, հերթական անգամ այս աղաք ու բաց գիշերվա ժամին հավաքվել ենք խավարի մեջ լույս փնտրելու եւ լույսի ետևից ընթանալու եւ հասկանալու, որ այս գոյություն ունեցող խավարը ոչինչ չէ, այն խավարի նկատմամբ եւ այն խավարի հանդեպ, որ կարող է մեզ սպասել, եթե մենք կորցնենք կենդանի լույսը, Քրիստոսի, մեր փրկչի, մեզ լուսավորողի, մեզ հավիտենական կյանք եւ երկնքի արքայություն պարգևողի։ Եվ ահավասիկ Պիղադոսի խոսքը կարող է ուղղված լինել նաեւ մեզ։ Ուզում եք ձեր թագավորի խաչ անել։ Այսօր է մեզանից շատ շատերը
այդ թագավորին խաչանած ունեն, որովհետև արհամարում են իր խոսքերը, իր օրենքները, իր պատկանները, շրթունքներով դարանում են քրիստոնեություն, բայց իրենց սիրտը մղոններով հեռու է քրիստոնեության ամենապարզ մատչելի սկզբունքներից։ Հետևաբար, ինչպես միշտ, ինչպես շատ անգամներ, երբ որ ասում են, որ ավետարանի որևիցե մի խոսք, որ հնչել է, չի հնչել այն ժամանակվա համար միայն, այլ հնչում է նաև այսօրվա ժողովրդի ուղղված։ Ուզում եք, որ ձեր թագավորին խաչ անեն, ինչ ենք պատասխանելու մենք այսօր, մենք ուրիշ թագավոր չունենք, քան կայսրը, եւ այդ կայսր իրողության մեջ պիտի տեսնենք ամեն մեկս մեր պաշտամունքի առարգան, մեկը փողը, մյուսը հարստությունը, մյուսը բարեկեցությունը, մյուսը նյութական ապահովությունը, մյուսը արտագաղթի տված հնարավորությունները այլ երկրներում, զանազան կրոնական ուսմունքների հետևելը, այսօր ամեն մեկս ինչ-որ մի կուրք ստեղծել ենք մեզ համար և այդ կուրքի երկրպագությանն ենք մեզ տվել, հետևաբար մեզ համար երկրորդական է դարձել ամմա և կենարար թագավորին պաշտելը։ Եվ եթե այսօր մեզ է Պիղադոս ուղեր այդ հարցը, թե ում եք ուզում, որ խաչ անեն, Հիսուսին թե Բարաբբային, ես կասկածում եմ, որ մեզանից շատերը գիտակցաբար կամ անգիտակցաբար ընտրություն կկատարեին Բարաբբայի հանուն, որովհետև ո՞րն է Բարաբբայի խորհրդանիշը, ո՞րն է Բարաբբայի խորհուրդը, այս աշխարհի կյանքը, եւ այս աշխարհի կյանքի համար ամեն տեսակ նպատակների առաջ խտրություն չդնելը, որովհետև Բարաբբան հանցագործ էր, մարդասպան, որի համար մարդու կյանքը արժեք չուներ, որը չէր եկել ինչ-որ մեկին փրկելու, այլ եկել էր միայն ապրելու եւ ապրելու ցանկացած գնով, ցանկացած եղանակով։ Մինչդեռ Քրիստոս եկել էր իր կյանքը տալու իր ժողովրդի համար, իր կորած ոչխարի համար եւ իր կյանքը տալով ապրեցնելու մեզ բոլորիս, ներառյալ նաեւ Բարաբբային, որը այդ բանի հասկացողությունը եւ ըմբռնումը չուներ եւ երևի թե այդպես էլ չունեցավ։ Ինչ շահեց այդ ազգը Բարաբբայի ազատարձակումով եւ ինչ շահեց Քրիստոսի խաչելությամբ։ Պատմությունը վկայեց այդ մասին, թե այն բոլոր մարգարեությունները, որ Քրիստոս արեց, այդ ազգի համար իրականացան, եւ Երուսաղեմի տաճարի քարը քարի վրա չմնաց։ Ուստի եթե մենք մարդկային տրամաբանությամբ եւ մարդկային բանականությամբ ենք առաջնորդվում, առավել ևս պետք է ընթանանք եւ հասնենք եւ ըմբռնենք Տիրոջ գալստյան մեծությունը, Տիրոջ այս չարչարանքների, հալածանքների, տառապանքների ողջ խորությունը եւ հասկանանք, որ այդ ամենը չարվեց ինքնանպատակ, այլ արվեց մեզ բոլորիս համար։ 2000 տարի առաջ Գեթսեմանի պարդեզում, երբ Քրիստոս մատնվեց, երբ հարվածներ կրեց, երբ զարկվեց, երբ տարվեց ադյան, այդ ամենը արեց նաև մեզ համար, որ այսօր այստեղ ներկա ենք, իր համար, որովհետև մենք նույնքան ներկա էինք 2000 տարի առաջ, նույնքան ներկա ենք այսօր եւ նույնքան ներկա կլինենք 2000 տարի հետո, որովհետեւ իր համար չկա անցյալ եւ չկա ապագա։
Եվ ուրեմն ինքը ինչ-որ մի ժամանակի մեջ, ինչ-որ մի ժամանակի համար չգործեց, ինչ-որ մի ժամանակահատվածի մարդկանց, ինչ-որ մի ժամանակահատվածում փրկած լինելու համար, այլ փրկեց ինչպես իրենից առաջ եղողներին, մտնելով դժոխք և դժոխք ավերելով, փրկեց իր օրոք եղածներին և շարունակում է փրկել նաև նրանց, ովքեր դեռ չեն ծնվել։ Բայց այդ փրկությունը հնարավոր է ստանալ և ըմբոշխնել միայն եթե մենք իրեն ենք դավանում իբրև Տեր և Թագավոր։ Եթե ինքը մեր հոգու և սրտի մեջ Թագավորն է և մենք Պիղադոսի հարցին ասում ենք ոչ, մեր Թագավորը խաչվող Թագավոր չէ, այլ հարություն առնող։ Եվ եթե խաչվում է, ապա միայն հարության համար։ Հետևաբար մենք այսօր, այս գիշերվա այս խորախորհուրդ պահին, մեկ անգամ ևս հրավիրվում ենք մեր այս գիշերային տկնության, իբրև թե հոգնության դիմաց հասկանալ և ըմբռնել Քրիստոսի տառապանքների ողջ խորությունը։ Որովհետև Տերը կարող է փրկել մեզ նաև առանց իր տառապանքի, բայց ինքը գերադասեց այդ ամբողջ տառապանքի միջով անցնել, ցույց տալու համար գերագույն սերը մեր նկատմամբ, որովհետև ինչպես ինքը ասաց, չկա ավելի մեծ սեր, քան եթե մեկը իր կյանքը տալիս է ուրիշի համար։ Եվ ինքը իր կյանքը տվեց միլիոնավոր մարդկանց համար, ոչ թե պարզապես 1, 2, 3 իր հարազատների, բարեկամների, մերձավորների, սիրելիների համար, այլ նաև իր թշնամիների համար, այլ նաև իրեն չընդունողների համար, այլ նաև իրեն չհասկացողների համար, բոլորի համար իր կյանքը տվեց, իբրև սիրո գերագույն օրինակ։ Եվ մենք իբրև ազգ և իբրև ժողովուրդ այսօր ահավասիկ տարբեր տարուբերումների մեջ, փոփոխական այս հարահոս ընթացքի մեջ պարտավոր ենք մեկ անգամ միշտ դավանելու իրեն իբրև Թագավոր, մեր սրտերի և մեր հոգիների մեջ իրեն նստեցնել ամենապատվավոր գահի, ոչ թե մեր մտածումները, մեր հավակնությունները, մեր ցանկությունները, մեր երազանքները դարձնենք դրոշակ և դարձնենք մեր կյանքի միակ նպատակը, որի շուրջ կարող է մեր մտածումները ամփոփվել, այլ մեր հայացքները հառենք դեպի տառապած, տառապող, խաչի տակ կքած, բայց հարության լույսը իր աչքերի մեջ ունեցող մեր Տիրոջը, որովհետև խաչվածի այս պարագային մահ չկա։ Եվ եթե մենք հարություն ենք ուզում, և եթե մենք հարություն ենք ցանկանում, և եթե մենք մահվան նկատմամբ հաղթանակ ենք ուզում, եթե մենք դժոխքի նկատմամբ հաղթանակ ենք կամենում, պարտավոր ենք անցնելու այս տառապանքների հասկացողության և ըմբռնումի միջով։ Չենք կարող հասկանալ հարության քաղցությունը առանց հասկանալու Քրիստոսի տառապանքների դառնությունը։ Այս դառնությամբ է, այս դառնության ըմբռնումով է, որ հարության քաղցությունը կլինի ավելի հաճելի մեր քիմքի։ Ահավասիկ, ավագ շաբաթվա այս ընթացքի մեջ եկանք հասանք, Տերը մեզ օրհնեց, որ գանք հասնենք այս հանգրվանին, երբ որ մեկ անգամ ևս հնարավորություն տվեց մեզ մտածելու, խորհելու, խոկալու իր կրած տառապանքների վերաբերյալ, որոնք կրեց մեզ համար։ Ուստի այսօր, այս պահին, դարձյալ մեկ անգամ ևս սիրելիներ, հրավիրում ենք ձեր հոգիների և մտքերի մեջ և նաև ֆիզիկապես, մարմնապես ծուղկի գալ մեր Տիրոջ
սուրբ եւ անմահ չարչարանքների մեր հիշադակի առջև եւ ինչ խնդրել մեր եւ մեր մերձավորների, մեր հեռավորների, մեր բարեկամների եւ մեր թշնամիների մեղքերի թողությունը եւ քավությունը, որովհետեւ հարության լույսը եւ հարության արշալույսը մեզ վրա բացվի ամբողջական հզորությամբ եւ զորությամբ։ Տիրոջ սերը եւ օրհնությունը լինելով մեզ հետ այժմ եւ հավիտյանս ամեն